Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, մեզ համար անչափ կարևոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ ընթերցեմ հարցը։ Լսել եմ, որ փորի վրա պառկած քնելու սովորությունը կարող է վատ հետևանքներ ունենալ սեռական կարողության վրա։ Դա ճիշտ է։ Որպես կանոն, քննի դիրքը իհարկե կարող է ազդեցություն թողնել սեռական առողջության վրա, իսկ փորի վրա պառկած եւ պարբերաբար այդպես քնելու պարագայում, այո, սեռական առողջությունը կարող է խաթարվել։ Բացատրեմ ինչու։ Բանն այն է, որ պառկած ժամանակ սեռական օրգաններում արյունամատակարարումը կարող է խանգարվել, եթե այն տեղի ունենում նույն դիրքով եւ տևական ժամանակ։ Փորի վրա պառկած լինելու դեպքում իհարկե խաթարվում է սեռական օրգաններում արյան շրջանառությունը, որը վաղ թե ուշ կարող է առաջացնել գանգատներ։ Գանգատներից մեկը հաճախ նկատվող պոտենցիայի խանգարումն է։ Մասնավորապես խնդիրը ավելի է արտահայտիչ դառնում, երբ տղամարդը վարում է սակավաշարժ կենսակերպ։ Հատկապես այս խնդրով տառապում են այն տղամարդիկ, ովքեր սովորություն ունեն սնունդը ընդունելուց անմիջապես հետո պառկել եւ այդպես երկար մնալ, մասնավորապես փորի վրա։ Եվ այդ իսկ առումով պետք է հաշվի առնել նաև այն, որ խնդիրը կարող է բարդանալ, եթե ժամանակի ընթացքում տղամարդու մոտ նաև կան այլ տեսակի խնդիրներ սեռական օրգաններում, մասնավորապես բորբոքային գործընթացներ։ Ինչ է պետք նկատի ունենալ։ Նախ սնունդը ընդունելուց հետո, մասնավորապես մեր օրերում, անմիջապես սնունդը ընդունելուց հետո ոչ թե պետք է պառկել, այլ ցանկալի է կամ քայլել, կամ էլ գոնե մնալ նստած, բայց ոչ պառկել, հատկապես փորի վրա։ Երկրորդը, մեր օրերում հատկապես նկատելի է պառկած աշխատել համակարգչով կամ օրինակ հեռախոսով, սա նույնպես ստեղծում է համապատասխան իրավիճակ, առավել եւս եթե դա կատարվում է փորի վրա։ Հետևաբար իհարկե պետք է հաշվի առնել եւ խուսափել նման իրավիճակներից։ Ինչ է պետք անել։ Նախ նկատի ունենալ, որ պարբերաբար պետք է կատարել կքանիստ, եթե տղամարդը վարում է նստակյաց կենսակերպ։ Կքանիստը լավացնում է արյան շրջանառությունը սեռական օրգաններում։ Եթե նկատվում է արդեն սեռական խնդիր, իհարկե դիմել մասնագետի, եթե ժամանակի ընթացքում խնդիրը չի անցել։ Եվ անհրաժեշտության դեպքում արդեն բժիշկ սեքսոպաթոլոգը նշանակում է համապատասխան հետազոտություններ խնդրի այլ գործոնները բացահայտելու համար։ Եթե բացի նշյալ վնասակար գործոնից հայտնաբերվում են նաև այլ գործոններ եւս, բնականաբար անհրաժեշտություն է լինում նշանակել բուժում։ Բուժման ժամանակ շատ կարևոր է նկատի ունենալ, որ պետք է կարգավորել սեռական օրգանների արյան շրջանառությունը, հետևաբար եւ դեղամիջոցների ընտրության պարագայում պարտադիր պետք է նշանակել այն դեղերը, որոնք կարգավորում են սեռական օրգանների արյան շրջանառությունը։ Որպես կանոն նման դեպքերում օգտագործվում են թե բուսական, թե քիմիական ծագման դեղամիջոցներ եւ ելնելով նրանից, թե տղամարդը ունի կամ չունի այլ պատճառներ, որոնք կարող են բերել սեռական անկարողության, բնականաբար բուժման կուրսը տարբերվում է։ Պետք է նշեմ, որ այս դեպքում արդյունավետ կարող է լինել մեր հաղորդման գործընկեր Bonfarm ընկերության Megapotensin Long կենսաբանական հավելումը։ Megapotensin Long-ը ունի մի քանի առավելություններ։ Դրանցից մեկն այն է, որ այն բացարձակապես բուսական է, հարուստ լինելով տարբեր տեսակի վիտամիններով եւ միներալներով։ Բացի այդ, ընդունման տեսակետից եւս Megapotensin Long-ը ունի իր առավելությունը։ Հավելումի տուփի մեջ վիտամիններն ու միներալները առանձնացված են, որոնք պետք է ընդունել առանձին առավոտյան եւ երեկոյան։ Սա արված է նրա համար, որպեսզի միներալների եւ վիտամինների համալիր ընդունման պարագայում արդյունավետությունը նկատելի լինի կարճ ժամանակահատվածում, ինչով եւ Megapotensin Long-ը նույնպես առանձնանում է։ Բավականին կարճ ժամանակ անց պացիենտները նկատում են շոշափելի տարբերություն եւ այդ առումով իհարկե Megapotensin Long-ը նույնպես շահեկան է։ Մյուս առավելությունն այն է, որ Megapotensin Long-ը չի առաջացնում կախյալություն, սա հատկապես շատ կարևոր է այն տղամարդկանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով խուսափում են օգտագործել քիմիական ծագման սեռախթանիչներ, նախապատվությունը տալով բուսականներին։
Վերջում ուզում եմ նշել, որ սակավաշարժ կենսակերպը կամ տևական ժամանակ փորի վրա պառկած մնալը ժամանակի ընթացքում վատթարացնում են սեռական առողջությունը, հանգեցնելով տարբեր տեսակի սեռական խնդիրների։ Այդ ամենից խուսափելու համար պետք է վարել ակտիվ կենսակերպ, հետևել սննդակարգին, ուշադրություն դարձնել բոլոր այն խորհուրդներին, որոնք ես ներկայացրի ձեր ուշադրությանը։ Եղեք առողջ եւ երջանիկ։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Գրեք ձեզ հուզող հարցերը։ Մենք արագ արձագանքում ենք բոլոր հարթակներում։ Շնորհակալություն մեզ հետևելու, տեսանյութերը տարածելու եւ մեկնաբանությունները թողնելու համար։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք ուզում եք լսել։ Գիշերային զրույցները շատ առողջարար են։